Ողջույն, եթերում սպասված հանդիպումն է։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք կանացի առողջության մասին, թե ինչպես պաշտպանել կանացի առողջությունը առանց վախերի եւ հետաձգումների։ Այս մասին եւ ոչ միայն զրուցելու եմ իմ հյուրի գինեկոլոգ-օնկոլոգ Ժիրայր Մալաքյանի հետ։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ձեզ եմ շատ շնորհակալ հյուրընկալելու համար, հուսով եմ կունենանք հետաքրքիր հարցազրույց։ Նախ ուզում եմ սկսենք, ինչպես եւ մեկնաբանեցի ձեր մասնագիտությունը, գինեկոլոգ-օնկոլոգ, ինչով է զբաղվում գինեկոլոգիական օնկոլոգիան։ Գինեկոլոգիական օնկոլոգը ուռուցքաբանը զբաղվում է կանացի ռեպրոդուկտիվ օրգանների, ուռուցքային հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ, ինչպես նաեւ շատ կարեւոր մի ճյուղ եւս նաեւ կանխարգելմամբ, որտեղ օրինակ եվրոպական զարգացած երկրներում կանխարգելումը շատ մեծ դեր ունի մեր ոլորտում եւ առանձին մասնագետներ նույնիսկ զբաղվում են միայն դրանով։ Եվ որոնք են այս վերջին տարիների մոտեցման փոփոխությունները, ասենք կանխարգելումից մինչև բուժում, հիվանդը որոշակի էտապներ է անցնում։ Ինչ փուլերից է բաղկացած այդ տվյալ էտապները, կա արդյոք տարիքայնքում, որն առավել խոցելի է։ Իհարկե, ինչպես նշեցի, կանխարգելումը այսօր մեր գործի մի մեծ մասն է կազմում եւ խոսելով կանխարգելումից պետք է մենք առաջ քաշենք արգանդի վզիկի քասկեղի կանխարգելման հարց, որտեղ դա ըստ էության միակ ուռուցքն է, որ կարելի է համարյա թե 100%-ով կանխարգելել։ Եթե ասում ենք վերջին ժամանակներ, կարելի է վերջին 20 տարի կամ 30 տարի, իհարկե մեջ շատ մեծ զարգացում ունենք եւ արգանդի վզիկի կանխարգելումը բաղկացած է 3 փուլից։ Առաջի փուլը, որ շատ կարևոր, դա պատվաստումն է։ Պատվաստումն է, մենք ունենք պատվաստանյութեր, որը որ կանխում է արգանդի վզիկի քասկեղը։ Հաջորդը պատվաստումը, եթե չի իրականացվել ինչ պատճառներով մանկական տարիքում, դա սկրինինգային հետազոտություններն են։ Դրանք նույնպես ենթարկվել են տարիների ընթացքում ուղեցույցերը բազմաթիվ փոփոխությունների եւ եթե կինը անցնում է սկրինինգային հետազոտությունները ըստ ճիշտ ժամանակահատվածի, պրակտիկորեն, որ ինքը կունենա արգանդի վզիկի քասկեղ, հավասարում է այդ պրակտիկան 0-ի։ Ինչ վերաբերում է բուժումներին, շատ մեծ առաջընթաց ունեն քասկեղների բուժման մեջ եւ վիրաբուժական տեսակետից եւ դեղորայքի տեսակետից եւ նաեւ ճառագայթային թերապիայի տեսակետից։ Ի հայտ են գալիս նոր թիրախային թերապիայի դեղեր, նոր իմունոթերապիայի դեղեր։ Վերջի ժամանակներս լայն տարածում ունի նաեւ արհեստական բանականությունը մեր պրակտիկայում ախտորոշումն է բավականին հստակացել, լավացել եւ մեծ առաջընթացներ ունենք նաեւ վիրաբուժության մեջ, նոր տեխնոլոգիաներ, լապարասկոպիկ, ռոբոտիկ վիրահատություններ, այդ բոլորը նպաստում են հիվանդի եւ ապրելիությանը եւ նաեւ կյանքի որակին։ Բժիշկ, այ խոսեցիք պատվաստանյութերից, ինչպիսին է վերաբերմունքը առհասարակ պատվաստանյութերի նկատմամբ։ Կա չէ, այսպիսի մի միֆային վախենալու հասկացություն։ Դա ասացիք, դա միֆային է։ Եվ ես իհարկե որպես բժիշկ ես հավատում եմ պատվաստանյութերին, հիմք էլ չունենք չհավատալ։ Մենք մեր երեխաներին դեռ ծննդատնից պատվաստում ենք, չէ՞, տարբեր, կարմրախոզուկ չենք վախենում։ Հիմա ես շատ կուզենամ, որ այդ նույն կերպ մենք մտածենք նաև մարդու պապիլոմավիրուսի հանդեպ այդ պատվաստման համար, ինչը չգիտեմ, տարբեր մոտեցումներ կա իհարկե ժողովրդի մեջ, բժիշկների մեծ մասը իհարկե հավատում է այդ պատվաստանյութին եւ մենք ունենք նաեւ արդյունք միջազգային համաշխարհային պրակտիկայում նկատի ունեմ եւ կան երկրներ, որտեղ որ ներդրվել է պատվաստումը, պատվաստանյութերը եւ հետեւողական իրականացվել է, այդ երկրներում արգանդի վզիկի քասկեղը այսօր կազմում են շատ քիչ տոկոսներ, շատ քիչ տոկոս։ Եվ նույնիսկ sense մի հետաքրքիր բան կա, այնտեղի ուռուցքաբան գինեկոլոգները այնքան քիչ են հանդիպում արդեն այդ պաթոլոգիան, այդ հիվանդությանը, որ վիրահատել սովորելու համար, պրակտիկա ձեռք բերելու համար երբեմն գնում են քիչ զարգացած երկրներ։ Եվ իրանց երկրներում արդեն այդ հիվանդությունները հասել է ցածր մակարդակի։ Եվ եթե այսպես հիպոթետիկ պատկերացնենք, որ աշխարհի բնակչության մեծ մասը արդեն պատվաստվել է մարդու պապիլոմավիրուսի դեմ, կարելի ասել կարող վերանալ արգանդի վզիկի քասկեղը ընդհանրապես։
Դե մենք գիտենք, որ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնելու հիմնական պատճառը 90% եւ ավելի դեպքերում դա մարդու պապիլոմա վիրուսն է, սեռական ճանապարհով փոխանցվող։ Եթե պատվաստում ենք, բնականաբար արդեն հետագայում, բայց պետք է պատվաստվեն եւ տղաները եւ աղջիկները։ Չստացվի էս ինչ որ պատվաստումային արշավ եմ սկսել, բայց դա այդպես է։ Ապացուցողական բժշկությունը ունի բազմաթիվ տվյալներ, որ դա էֆեկտիվ է։ Վիճակագրությունը դա արդարացրել է, ապացուցել է, այսպես ասած։ Կան իհարկե բազմաթիվ միֆեր, ես չեմ կարող դրանք մեկնաբանել բնականաբար։ Իսկ ինչ պետք է իմանալ կանացի առողջության պահպանման մասին դեռ երիտասարդ տարիքից, բացի պատվաստանյութերը։ Չկա, չէ՞ մեր հասարակության մեջ ընդունված sense մշակույթ, ավանդույթ ասեմ, որ երեխաներին, դեռահասներին, աղջիկներին տանեն բժշկի եւ հասկանան ինչ է կատարվում նրանց։ Ճիշտ եք ասում, ցավոք չկա։ Տանել, պատվաստել 12-13 տարեկան աղջկան կամ տղային, որ ինչա ինքը սեռահասուն դառնալուց հետո չունենա արգանդի վզիկի քաղցկեղ, իհարկե քչերն են այդպես հետևողական նման հարցի հանդեպ։ Բայց լավ, պատվաստում չկա, կարելի է երիտասարդ տարիքից գանգատների եւ նույնիսկ ոչ գանգատների դեպքում երեխային տանել համապատասխան բժշկի մոտ։ Ու մենք ունենք շատ լավ մանկական գինեկոլոգներ, իհարկե ես չեմ զբաղվում, բայց կան նման մասնագետներ եւ գանգատների հարցերի դեպքում պետք չի զբաղվել ինքնաբուժմամբ, հարևանին դիմել, կան համապատասխան մասնագետներ, պետք է պարզապես դիմել բժշկի եւ ստանալ խորհրդատվություն։ Ինչ վերաբերում է երիտասարդ կանանց, երիտասարդ աղջիկներին, բնականաբար տարին մեկ անգամ գոնե գինեկոլոգին այցելելը ոչ մի դժվարություն ինձ թվում է չի հարուցում եւ կարելի այցելել, եթե կան խնդիրներ, շուտ լուծել, շուտ հայտնաբերել, կանխարգելել, դա է իմ խորհուրդը։ Ժամանակին դիմել, նույնիսկ եթե գանգատ չունեք, պրոֆիլակտիկ դիմեք բժշկի ու չկա ավելի լավ։ Եւ նույնը կարող ենք շատ լավ, եւ նույնը կարող ենք խոսել նաեւ կանանց մասին, չէ՞։ Տարեկան մեկ անգամ, թե ավելի ճիշտ կլինի 6 ամիսը մեկ կտրվածքով։ 6 ամիս, թե տարին, թե 2 տարին մեկ, դա շատ ֆակտորներից է կախված։ Եթե խոսում ենք մի կնոջ մասին, ով ունի ժառանգական օնկոտրամադրվածություն, ունի ուղեկցող այլ հիվանդություններ, այո, տարին մեկ անգամ է միգուցե բավական է, որ այցելի բժշկին, տարեկան ստուգումներ անցնի եւ վերջ։ Եթե կա ժառանգական օնկոտրամադրվածություն, դա արդեն որոշում է ուռուցքաբանը, թե ինչ հաճախականությամբ պետք է հետազոտվի, ինչ հետազոտություններ դա կարա լինի մամոգրաֆիա, MRT, սոնոգրաֆիա, փափկսուկներ եւ այլն, դա արդեն անհատական պլան է որոշում ամեն հիվանդի, ավելի շուտ ժառանգական այդ գենը կրող հիվանդի համար, պոտենցիալ հիվանդ, որտեղ այդ պահին հիվանդը առողջ է, հիվանդ չի, ինքը առողջ է, պարզապես կրում է գենի մուտացիա, որը տեսականորեն կարող է բերել ինչ-որ ուռուցքային հիվանդության ի հայտ գալուն։ Այդ դեպքում մենք որում ենք ամեն հիվանդին անհատական, կապված թե ինչ մուտացիա եւ այլն եւ այլն։ Դա արդեն կորոշի բժիշկը։ Իսկ եթե խոսում ենք բացառապես առողջ մարդու մասին, ով չունի նման խնդիրներ, տարին մեկ անգամը ըստ իս հերիք է, որպեսզի եթե կա ինչ-որ խնդիր հայտնաբերվի վաղ փուլում։ Այստեղ ինչպեսի նշանակություն ունի հոգեբանական վիճակը եւ ստրեսը։ Այսպես թե այնպես բժշկի այցելելուց ստրեսի մեջ ենք եւ եթե Աստված չանի ինչ որ բան ախտորոշվում է այնպես ինչպես մենք չենք պլանավորել կամ չենք էլ մտածել, ստրեսային իրավիճակը գլուխ է բարձրացնում եւ բնականաբար պետք է գործ ունենանք հիվանդի հետ, որ մի քիչ էլ հանգստացնելու, մեղմելու եւ երևի բացատրելու ոնց դրսեւորի իրեն։ Գիտեք, ես միշտ ասում եմ, երբեմն հարց են տալիս, իսկ ստրեսը կապ ուներ այս ամեն ինչի հետ, ես ասում եմ, ստրեսը ամեն ինչի հետ կապ ունի։ Որտեվ երբ մարդու օրգանիզմում գործարկում է ստրեսային այդ համակարգը, մի քիչ հասկանալի լեզվով ասեմ, շատ չխորանամ բժշկական այսպես տերմինների մեջ, մարդու իմունիտետը անկում է ապրում։ Եվ դրանից իհարկե կարա եւ հիվանդություններ գլուխ բարձրացնել եւ ինքնազգացողությունը վատանա եւ այլն, այսինքն ստրեսը ինքը այո կարող է լինել հարուցող կամ տրիգեր, չգիտեմ ոնց ասեմ, այլ հիվանդությունների զարգացման հարաճման։ Ստրեսը վատ բան է։ Բայց ստրես կա նաև դրական ստրես, այսինքն երբ որ գնացիր բժշկա դու ունեիր մտավախություններ, լավ, քեզ ստիպեցիր, գնացիր բժշկը ստուգեց, ասա որ ամեն ինչ լավ է։ Դա դրական էմոցիաներ են, որը որ արդեն դրական անդրադառնում մարդու օրգանիզմի վրա։
Այսինքն պետք չի բժշկին գնալուց ստրեսի ենթարկվել ու մտածել, որ եթե գնացի բժշկի անպայման մի հիվանդություն ես գտնելու են իմ մոտ, ոչ, իհարկե ոչ։ Ելնելով դրանից հետաձգել անդադարից։ Անդադ հետաձգել եւ միգուցե դուք ունեք հիվանդություն եւ այդ հետաձգելով ժողովրդական լեզվով ասած բանը բանից անցնում է, հա, դանակը հասնում է ոսկորին, արդեն այդ դեպքում իհարկե կարող է այն ինֆորմացիան, որ բժիշկը ձեզ հայտնի, արդեն լինի իրապես ստրեսային։ Այն ինչ կարելի էր մի քանի ամիս կամ տարի առաջ չունենալ այդ խնդիրը։ Իսկ մեզ վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, այսինքն ձեր փորձը ինչ է ցույց տալիս, զարգացած է Հայաստանի Հանրապետությունում կանխարգելիչ եւ ուղղակի զննության համար հաճախելիությունները։ Գիտեք, վերջի տարիներին երևի թե ավելացել են պրոֆիլակտիկ հետազոտող կանանց թիվը, դա կախված է եւ ինքնակրթությունով, որտեղ երիտասարդները արդեն մտնում են համացանց, ChatGPT, ինֆորմացիան շատ է, Google, հա, ինֆորմացիան շատ է եւ սկսել են արդեն ավելի հոգատար լինել իրենց նկատմամբ։ Այո, հոսքը շատացել է, դա նաեւ կախված է ինչ-որ ֆինանսական հնարավորություններից, վերջի տարիներին հավանաբար հնարավորությունները շատ են, կա պետության աջակցություն շատ դեպքերում, կա ապավագրություններ, սոցփաթեթներ եւ այդ ամեն ինչը նպաստում է, որ այո, կանայք ավելի շատ են դիմում վերջի տարիներին բժշկի, ինչպես նաեւ նման հաղորդումները, հա, լուսավորչական, այդ շատ կարեւոր է, որ մենք ազգաբնակչությանը կարողանանք ճիշտ տեղ հասցնել եւ պրոֆիլակտիկ հետազոտությունների նպատակը եւ սկրինինգային հետազոտությունների նպատակը Այդպես, ինձ թվում է, այո, դրական դինամիկա ունենք տարիների ընթացքում։ Գովելի դինամիկա կա։ Ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղները որոնք են։ Ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղները, եթե այսպես սկսենք, վերևից ամենատարածվածից դեպի քիչ տարածված առաջին արգանդի մարմնի լորձաթաղանթի քաղցկեղն է, այնուհետև ցավոք սրտի միջին եւ քիչ զարգացած երկրներում դա դեռ արգանդի վզիկի քաղցկեղն է, ձվարանների քաղցկեղ, հետո գալիս է վուլվայի, հեշտոցի, այդպես, ըստ տարածվածության։ Իսկ ազդանշաններ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, ենթադրենք դու կանխարգելիչ ինչ-որ փուլեր չես անցել, չես հետաքրքրվել, որոնք են ազդանշանները առաջին, որ պետք է դիմի, թե ամեն ձեր թվարկածներից յուրաքանչյուրը իր նաեւ ազդանշանները կունենա։ Գինեկոլոգիական խնդիրների ամենահաճախ հանդիպող քանգատը, որ ահազանգ է, դա անկանոն ինչ-որ արյունային արտադրություն է սեռական ուղիներից, դա լինի դաշտանային նախահետ դաշտանային կամ դաշտանադադարից հետո արյուն, դա արդեն ահազանգ է, որ պետք է դիմել բժշկի, հաջորդը դիսկոմֆորտի զգացողություն, ցավեր, հա, պրակտիկայի մեր ընթացքում շատ է լինում, երբ հիվանդներին հարցնում ես, իսկ ինչ գանգատներ ունեք, որ դիմեցիք մեզ, ասում են ոչ մի, զարմանում եմ։ Պարզապես արյուն տեսակ, մի կաթիլ արյուն էր մտածում, բայց ասում եմ դա գանգատ չի, ասում է դե չէ, ես ժամանակին, ասենք մեծ տարիքով կին է, 60 տարեկան, ասում է դե ես մտածեցի դաշտանս վերսկսվեց։ Այդ դա արդեն ամենասխալ գաղափարն է, մոտեցումն է, դաշտանը չի վերսկսվում երբեք։ Եվ երբ դաշտանադադարից հետո դուք տեսաք արյուն, թեկուզ մի կաթիլ, դա ահազանգ է, դա կարմիր լույս է, պետք է գնալ անմիջապես ուղղոսկաբան գինեկոլոգի։ Ուրեմն դա խնդիր կա, ինչ-որ խնդիր հայտնաբերվել է։ Մնացածը արդեն ստանդարտ եւ գանգատ ասելով դա մենակ ցավը չի, դա պիտի բոլորը իմանան։ Ցանկացած բան, որ ձեզ թվում է նորմալ չի, դա գանգատ է։ Դիմեք թող բժիշկը կամ հաստատի կամ ժխտի։ Պետք չի սпасել իրական բարդ պրոցեսների։ Մենք իհարկե հետ խոսեցինք, դուք նշեցիք ժամանակակից բժշկության եւ տեխնոլոգիաների մասին, որ այսօր հասանելի են մեր երկրում, ինչպես են զարգացել գինեկոլոգիական ոլորտում վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդները, մի քիչ էլ այս մանրամասնենք, հարցս նաեւ նրան է վերաբերում, արդյոք ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հետ վիրահատական փուլում հիվանդին շատ ավելի շուտ ոտքի կանգնել եւ այդ շրջանը անցնել, հաղթահարել։ Իհարկե, շատ լավ հարց է եւ կարեւոր հարց է։ Տեսեք, եթե հետ գնանք 25-30 տարի, ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, բոլոր վիրահատությունները ռուսկաբանական բավականին ինվալիդիզացնող վիրահատություններ էին։ Մարդը, հա, միգուցե բուժվում էր ուռուցքից, բայց վերջում դառնում էր ինվալիդ։ Կյանքի որակի կտրուկ անկումներ էին ունենում։
Եվ ժամանակակից տեխնոլոգիաները այսօր լուծել է կարելի ասել այդ հարցը։ Մենք բաց, մեծ կտրվածքով վիրահատություններից արդեն անցում ենք կատարել լապարասկոպիկ վիրահատությունների։ Ժամանակին լավ եղավ լապարասկոպիա։ Մենք այդ մեծ վիրահատությունները անում ենք լապարասկոպիկ եւ ելի հետվիրահատական բարդություններ, կյանքի որակներ, այնուհետև տեխնոլոգիաները զարգացավ, այդ մեծ վիրահատությունները արդեն վերածվեցին փոքր վիրահատությունների, բայց ավելի էֆեկտիվ վիրահատությունների։ Օրինակի համար կարելի է բերել արգանդի մարմնի քաղցկեղի բուժման լապարասկոպիկ մեթոդ, հա, մենք օրինակ կիրառում ենք այդ ժամապահ ավշային հանգույցների հեռացման մեթոդը ինդուցիանին կանաչով, որը որ համեմատաբար ամենավերջի թրենդն է։ Դրանից նոր բան երևի դեռ օնկոգինեկոլոգիայում չունենք, ինչա մենք մարդուն այսօր վիրահատում ենք մի քանի ժամ հետո, 15-20 ժամ հետո ինքը արդեն տանն է եւ արգանդի մարմնի քաղցկեղ բուժել, այսինքն ստացվում է մենք բուժեցինք մի քանի ժամում։ Հնարավոր է ինքը հետվիրահատական շրջանում չստանա ոչ ճարակայդ, ոչ քիմիայական այդպիսի բաներ։ Եվ ինձ թվում է դրանից լավ բան չկա, մարդը վերադառնում է իր կյանքին, նույն կյանքի որակով գրեթե ինչ որ մինչև վիրահատություններ։ Կազդուրումը տևում է շատ արագ, երբեմն հիվանդները գալիս են այսպես հումորով ասում են, ինչի ինձ եք վիրահատել մի երկու օր առաջ, հեշտ չեմ զգում դա էս։ Դա այո վիրաբուժից էլ է կախված, բայց շատ բաներ կախված են նաև տեխնոլոգիաներից, որ մենք կիրառում ենք։ Կազդուրումը հետվիրահատական նախկինում հիվանդներին 10 օր, 20 օր պարկասնում են, չեն թողում շարժվի եւ այլն, ոչ։ Հիմա հիվանդը վիրահատվում է 2-3 ժամ հետո ինքը իր ոտով գնում է բժիշկին, որ տեսնի, տենց էլ է լինում, սնվել, ուտել եւ այլն, ամեն ինչ, այսինքն այդ ամեն ինչը փոխվել է։ Վերադառնանք դեղերին նույնպես առաջ եթե ուռուցքային հիվանդությունները բուժում են միայն քիմիոթերապիայով, այսօր դեղորայքային բուժում ասելով մենք հասկանում ենք ոչ միայն քիմիոթերապիա, այլ նաև հորմոնալ թերապիա, թարգեթային թերապիա, թիրախային թերապիա, իմունոթերապիա, այդ ամեն ինչը բարձրացնում է եւ հիվանդի ապրելիությունը եւ կյանքի որակը, որը դուք նշեցիք։ Այո, մեր հիմնական նպատակներից մեկը այսօր ոչ միայն հիվանդին բուժել եմ որ ամեն գնով, այլ այնպես բուժել, որ հիվանդը ունենա լավ կյանքի որակ նաև։ Ու բոլոր հիվանդներին այսօր մենք անհատական մոտեցում ենք ցույց տալիս։ Այո, կան ուղեցույցեր, բայց այդ ուղեցույցերը բոլորի համար չեն։ Եվ հենց բժշկի, այսպես ասած, կարևորությունը կայանում է նրանում, որ հիվանդին համար ընտրի այնպիսի բուժման տարբերակ, որ լինի եւ ամենաարդյունավետը օնկոլոգիական տեսակետից եւ հիվանդի կյանքի որակը դրանից չտուժի։ Այսօր այո, կան հիվանդներ, որ 1 ամիս հետո տեսնում ես քաղցկեղից բուժված, չես ասի, որ այդ մարդը ունեցել այո ամիսներ առաջ կամ ամիս առաջ այնպիսի ախտորոշում, որ ինքը մտածում էր, որ աշխարհը դրանով արդեն всё վերջացել է։ Բայց այդպես չի։ Այո, առաջի փուլի հայտնաբերված ուռուցքը, որոշ տեսակի ուռուցքներ մենք բուժում ենք 90% եւ ավել դեպքերում երբեմն միայն վիրահատությունով, մի մեթոդով։ Հենց դրա համար ենք մենք կարևորում այդ կանխարգելիչ մոչոցառումները, շուտ հայտնաբերումը, այդ դրանում է շատ կարևոր։ Եվ այստեղ, ինչպես դուք այս մասին էլ նշեցիք, առողջության թեման կարելի է ավելի արդյունավետ ներկայացնել մեդիայում եւ սովորել իհարկե այսօր արդեն օգտելարհեստական բանականությունից ճիշտ գործիքակազմ ուսումնասիրելով։ Արհեստական բանականությունը ինքը շատ կարևոր գործիք է, այսպես ասեմ, ու բոլորիս կյանքում կա արդեն բոլոր մասնագիտություններում, բայց իրանից օգտվելու համար դու պետք է ունենաս այդ հմտությունները։ Այսօր դասընթացներ կան նույնիսկ արհեստական բանականություն ճիշտ օգտագործելու։ Եվ ինքը որքան որ օգտակար է, կարող է այդքան վնասակար դառնալ սխալ ինֆորմացիա տրամադրելով երբեմն։ Նամանավան ձեր բնակավարում դա հայտարարակ սխալների ինֆորմացիա է տրամադրում եւ կարող է այդ ինֆորմացիան տվյալ հիվանդին, ով օգտվում է այդ մեթոդից, իրան չվերաբերվի։ Եվ ինքը ինձ էր ասա ստրեսի մեջ, դեպրեսիաների մեջ, ու ինձ թվում է ավելի ճիշտ կլինի ամեն դեպքում առաջին ինֆորմացիան ստանալ բժշկից։ Հետագայում արդեն հետաքրքրությունից դրված, այո, բանա դիմել արհեստական բանականությանը նման հաղորդումները նույնպես շատ կարևոր են, լուսավորչական։ Այո, մարդիկ նայում են, իմանում են, հասկանում են, դեք հարցեր կան, որ մարդը ինքնակրթությունով չի կարող իմանալ։
պետք է մտնի ինտերնետ, նայի, համացանցը, արհեստական բանականություն եւ այլն եւ այս ամեն ինչը այս համախումբը բերում է նրան, որ մարդիկ ավելի իրազեկված են լինում։ Իրազեկումը մեր ոլորտում շատ կարեւոր է։ Մեր մասնագիտության մարդկանց այո զգալի մասը պարտավոր է եւ անում է այդ իրազեկումը։ Դա մեր գործի մի մասն է։ Եվ ինչ է ցույց տալիս ձեր փորձը, արդյոք հիվանդությունները օնկոլոգիական, գինեկոլոգիական, օնկոլոգիական հիվանդությունները երիտասարդացել են, կա այդ վիճակագրությունը։ Կա, ցավոք սրտի կա։ Պատճառները բազմաթիվ են, որտեղ ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ որպես այդպիսին մենք չենք կարող մի պատճառի վերագրել, դրանք բազմապատճառային են։ Չեմ ուզի մանրանալ, բայց այո, եթե հարցին ուղիղ պատասխանեմ, կա նման տենդենս, այո, ավելի երիտասարդացել են, դա նշանակում է, որ երիտասարդ կանայք նույնպես պետք չի վախենալ, իհարկե, բայց պետք է ուշադիր լինեն, հոգ տանեն իրաց նկատմամբ եւ դիմեն բժշկի, թեկուզ պրոֆիլակտիկ նկատառումներով։ Մի քանի անձնական հարցեր եւս։ Դուք ինչպես սկսեցիք ձեր ճանապարհը բժշկության մեջ։ Ցանկացած բժիշկ իր ուղին սկսում է բժշկական համալսարան մուտք գործելով։ Հետագայում իհարկե տարբեր հանգամանքների բերումով մենք ընտրում ենք մեր նեղ մասնագիտացումները, բայց առաջի քայլը այո այդ մայր փուհը մեր մուտք գործելն է, ու մեծ ազդեցություն է թողնում ցանկացած մարդու վրա, որպես մարդ, որպես անհատ հասարակության մեջ կայացած եւ կայացող բժիշկ արդեն։ Երևի բժիշկները միշտ կայացող, չէ՞։ Այն մասնագիտություններից է, որ անընդհատ պետք է աշխատանքը շատ։ Չնայած հիմա բոլոր մասնագիտություններին է դա վերաբերում, անկեղծ ասած այնքան արագ է զարգանում ամեն ինչ, որ կրթությունը բոլորին է պետք, պարզապես մեր մոտ մի քիչ դա ավելի շատ է ստում, որովհետեւ եթե ես հաշվեմ հենց բուն ինստիտուտ, քանի տարի եմ սովորել արձինատուրաները, ինստիտուտը մագիստրատուրա եւ այլն, դա մոտ 14 տարի է։ Իսկ արդյոք այդքան տարիները ձեզ չստիպեցին ընտրել այն ոլորտը, որը ավելի հեշտ կտրվեր եւ դուք գնացիք դեպի այն ոլորտ, որը շատ բարդ էր եւ պատասխանատու։ Հակառակը։ Հենց բժշկության, մասնագիտության նկատմամբ սերն է, որ անընդհատ դու ուզում ես լինես տեղեկացված, կիրթ, ամենաառաջինը, ամենաառաջինը իմանած նորությունները ու եթե ես 10 անգամ էլ հնարավորություն լիներ հետ տայի ժամանակ, ես էլի ընտրելու ես մասնագիտությունը այդ հաստատ, դա չի քննարկվում։ Հիշում եք, եղել է սենց դեպք կամ էլ, որ հասկանաք, որ այո, դա ձեր կոչումն էր։ Գիտեք, երևի ինստիտուտի տարիներից է, որ սկսում է սիրել։ Միջև ինստիտուտ դու այսպես պարզապես շուտ պլատոնական սիրով ես, հա, սիրում ես մասնագիտությունը, բայց երբ մտնում ես ինստիտուտ, սովորում ես, հետո տեսնում ես հիվանդներ եւ վերջում քո առաջի վիրահատությունից դու դուրս ես գալիս, երբ որ դու ես արել արդեն այդ վիրահատությունը, իսկ հիմա այն զգացողությունը, որ այդ պահին դու ունենում ես, դրանից վեր զգացողություն չկա մասնագիտական։ Երևի հենց այդ պահին է, որ հասկանում ես, որ վերջ, ես ճիշտ ուղու վրա եմ։ Վիրաբուժի համար դա է, այսինքն առաջի բուժված հիվանդը քո անձնական հիվանդով դիմել է քեզ, դու վիրահատել ես ու հաջող բնականաբար այդտեղ հասկանում ես, որ այն տանջանք են, չարչարանքը, որ արել ես մինչև հասնես դրան, դա արդարացված էր։ Ինչպիսին է առհասարակ բժշկի ամենակարևոր որակը եւ ձեր ոլորտում աշխատող բժշկի ամենակարևոր որակը մասնագիտական տեսանկյունից էլ մարդկային է։ Դե հենց լավ ասացիք, պետք է առաջի հերթին բժիշկը լինի մարդկային, մարդասեր։ Ամենամարդասիրական մասնագիտությունը, դու գործ ունես մարդու առողջության հետ, ու ամեն հիվանդին պետք է վերաբերվես որպես քո հարազատ, քո սրտակից սրտացավ մարդու։ Մարդասիրությունը դա ամենակարևորն է։ Եթե վերադառնանք մասնագիտական, պետք է անընդհատ, անգլերեն բառ կա drive, հա, ունենաս սովորելու, կրթվելու, դե մեր ոլորտը շատ արագ է փոխվում։ Եթե 2 տարի, մի տարի առաջ ինչ-որ հիվանդության բուժում սա էր, մի տարի հետո այլ է։ Պետք է անընդհատ ուզենաս սովորել, նորություններին ծանոթանալ ու տեղում չնստել։ Այդ երկու հանգամանքը կատարելագործվել եւ մարդասիրություն բժշկի համար ամենակարևոր ինձ թվում է հատկություններից է։
կատարելագործվելու մասին խոսեցիք եւ արտերկրների հետ ձեր փորձի փոխանակում դրսից մասնագետների հետ կապեր կարևորում եք նման երևույթներ առհասարակ եւ արդյոք կա ձեր շրջապատում էլ եւ ձեր կարիերայում էլ նման փորձ։ Իհարկե, մենք երբեք չենք սահմանափակվում մեր երկրում միայն սովորելով, համացանցից օգտվելով, շատ կարևոր է դրսի զարգացած երկրների փորձը տեսնելու, աշկով տեսնելու, տեղում տեսնելու եւ ամենակարևորը նա է, որ այդ տեսածը դու բերես հետ, քո հետ եւ ներդնես քո երկրում։ Հենց դա է դինամիկ զարգացման, այսպես ասած, շարժիչ ուժը։ Այո, լինում է, որ դրսից էլ են գալիս մեր մոտ, նայելու, սովորելու, իրանց համար էլ է շատ հետաքրքիր, թե մեր նման երկրներում ի համեմատ են զարգացած հարյուր երկրներ մենք ոնց ենք հասնում այն արդյունքներին, որ մենք հասնում ենք, որ շատ ժամանակ զարմանում են։ Իսկապես, որ կա Հայաստան, քարտեզի վրա շատ փոքր, բայց այնպիսի վիրաբուժություն, այնպիսի բժշկություն, որ եթե չի գերազանցում իրանց բժշկությանը, ապա չի էլ զիջում։ Այսինքն ոլորտը մասնագիտությունը եւ հմտությունները եւ բուժման մեթոդիկան կարող ենք ասել, որ հանրապետությունում աշխարհի մակարդակով գտնվում է որ մակարդակի վրա։ Ես չեմ կարող բոլոր ճյուղերին ասել, բայց ուռուցքաբանությունը ու մասնավորապես ուռուցքաբանական գինեկոլոգիան, այո, կարող ենք ասել, որ զարգացած երկրներին համահունչ մենք գնում ենք, բայց ինչի հաշվին, այո, այդ երկրներից փորձը ներդնելու, հենց դա է ամենակարևորը, անդադ կապը պահելով մեր դրսի գործընկերների հետ, մենք ունենք սերտ համագործակցություն գերմանական կլինիկաների հետ, իտալական, Իտալիայից շատ լավ ընկերներ ունեմ ու ցանկացած հարցով իրանք sense պատրաստ են մեզ օգնում են, գնում ենք, շփվում ենք, ինֆորմացիայի փոխանակում, փորձի փոխանակում միշտ է լինում։ Հենց դա է կարևորը, դա դու չպետք է նստես, ասես վերջ, ես ամեն ինչ գիտեմ, կարդում եմ, տեսնում եմ, ոչ պետք է գնալ, տեսնել, աշխարհայացքը զարգացնել, փոխել, գալ, դնել, ներդնել Հայաստանում, այդպես դա դինամիկ գործընթաց է։ Եթե մենք բարփակվենք միայն մեր երկրով, առաջ չեն գնա։ Դա հաստատ։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար, բավական բովանդակալից եւ հաջողություն ձեզ եւ ձեր պացիենտներին։ Ձեզ նույնպես շնորհակալություն, ինձ թվում է շատ ինֆորմատիվ ստացվեց հարցազրույցը։ Հաջողություն ձեզ եւ ձեր պացիենտներին։ Ձեզ նույնպես հաջողություն, առողջ եղեք։ Եթերում սպասված հանդիպումն էր, իսկ իմ հյուրը գինեկոլոգ-օնկոլոգ Ժիրայր Մալաքյանն էր։ Կհանդիպենք։